Սեր հեռավորության վրա։ Պատմում եմ իմ ու ամուսնուս պատմության մաս երկուսը եւ անում ենք ամենագեղեցիկ վարսահարդարումը Շիպցի։ 2019 թվականն է ու մենք իմացել ենք, որ շահել ենք green card։ Ես ու ամուսինս մոտ 1 տարի էր ինչ ընկերություն էինք անում։ Ամբողջ ընթացքում ինքը երազում էր ուղղակի, որ մեզ չտան Ամերիկայի վիզա։ Սցենարներ էր պատկերացնում, ինչպես կարող ենք մենք մերժվել։ Ու չնայած այդ ամեն ինչին, կային մարդիկ, որ մտածում էին հովոն ինձ այդ ընկերությունը անում green card-ի համար։ Մենք ստանում ենք դեսպանատնից նամակ։ Ինտերվյուի օրը նշանակված էր իմ ծնունդից 1 օր առաջ, հունիսի 11-ին։ Երկուսին էլ 20-ամյակս էր ու պլանավորել էինք շատ մեծ նշել։ Վախենում էի, որ դա վերածվելու է հրաժեշտի երեկոյի։ Ու այդպես էլ եղավ։ Չին անգամ բարեկամներս ծանոթացան Հովոյի հետ։ Ծնունդիցս օրեր անց մենք գնում ենք մեր Միացյալ Նահանգների տոմսերը։ Գիտեմ ինչի, Հովոն մտածում էր, որ գնում եմ Ամերիկա ու էլ հետ չեմ գալու։ Մեր թռիչքից ընդամենը օրեր առաջ Հովոն գալիս է ընտանիքի հետ, որպեսզի իմ մատին դնի մատանի։ Գուշակեք ինչ ա լինում։ Պապաս չի համաձայնվում։ Պապաս մտածում էր, որ ինքը գալու է շուտով Հայաստան նորից հետ ու մենք անելու ենք նշանդրեք։ Ընդամենը օրեր անց մենք մեկնում ենք Միացյալ Նահանգներ։ Ու սկսվում է իմ ու Հովոյի պատմության մաս 1-ը։ Պատմում եմ ու այդ բոլոր կադրերը նորից իմ աչքի առաջ են գալիս։ Այդ ընթացքում ես հավաքում եմ պլյուս 10 կիլոգրամ քաշ։ Իսկ Հովոն նիհարում է 10 կիլոգրամով։ Ստանում եմ իմ green card-ը սեպտեմբերի 7-ին ես վերադառնում եմ Հայաստան, որովհետև համալսարանի 4-րդ կուրսում էի սովորում։ Չուզում էր լիներ, ես այդ դիպլոմը պիտի ստանայի։ Իսկ սեպտեմբերի 8-ին Հովոյի ծնունդն էր։ Փաստորեն ինքն արդեն պապային համոզել էր ու իր ծննդյան օրը պլանավորել էր իմ ամուսնության առաջարկությունը։ Ու հավանաբար մեծ մասը տեսել եք մեր ամուսնության առաջարկության վիդեոները։ Մենք նշանվում ենք ու դրանից հետո սկսում է պահանջելու գործընթացը։ Մինչև Հայաստան գալը ես գիտեի այդ գործընթացի մասին ու գիտեի, որ պարտադիր է ԶԱԳՍ-ավորվել, որովհետև green card-ով կարող են պահանջել միայն ամուսնուն։ Հոկտեմբերի 21-ին մենք ԶԱԳՍ-ավորվում ենք։ Լոս Անջելեսից փաստաբան ենք գտնում ու հեռակա դասավորում մեր թղթերը։ Ու սկսվում է մեր պատմության գլուխ 2-ը։ Արդյունքում 15 րոպեում ստանում ենք սենց շքեղ մազեր։ Չմոռանաք սեղմել follow կոճակը, որ բաց չթողնեք մաս 3-ը, որովհետև պատմելու եմ այդ ամբողջ գործընթացի մասին ու թե ոնց կարելի է դիմել ամուսնուն green card-ով ու դա ինչքան է տևում։